Բարի օր հարգելի հետևորդներ, թարնորություններով եթերում է IBC լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Վևանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն, ինչու իշխանության ներկայացուցիչները չմոտեցան Արցախի կանչին։ Զոհվածների ծնողները պաշտպանում են Եռաբլուրը, փորձել են խոչընդոտել Փաշինյանի այցը։ Այսօրվա օրով ես իմ տղայի շիրիմը պաշտպանեմ։ ԵԽԽՎ-ն մտահոգված է Հայաստանի ներքին քաղաքական զարգացումներով, ինչ բանաձև է ընդունել կառույցը։ ՆԱՏՕ-ն չի միջամտելու Իրանում տիրող վիճակին, ինչ է հայտարարել Մարկ Ռյուտեն Թրամփի հայտարարությունների ֆոնին։ Հայաստանում հունվարի 27-ը այս տարի առաջին անգամ պաշտոնապես նշվում է որպես բոլոր պատերազմներում զոհվածների հիշատակի օր։ Այդ առթիվ խիստ անվտանգության պայմաններում Նիկոլ Փաշինյանը թիմակիցների հետ այցելել է զինվորական պանթեոն հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին։ Գլխարկն առանց հանելու է Եռաբլուր մտել Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանի և Վահագն Խաչատուրյանի հետ։ Կառավարության անդամներն ու իշխանականները Եռաբլուր այցի ժամանակ եղել են միայն զոհվածների և անհետ կորածների հուշարձանի մոտ։ Մինչ Եռաբլուր այցելելը Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հերթական գրառումն է արել։ Դուք իզուր չեք ընկել, ձեր զոհողությունը նոր գիտակցություն է ստեղծել, ձեր զոհողությունը բացել է մեր աչքերը, պարզեցրել մեր միտքը, ամրացրել մեր կամքը, ուժեղացնելու մեր պետությունը։ Վարչապետը օրվա ուղերձում պնդել է, թե ժողովրդական ձևակերպում ունի իր քաղաքական թիմի սահմանած հանուն հայրենիքի պաշտպանության զոհվածների հիշատակի և խոնարհման այս օրը։ Նրա պնդմամբ այն սահմանվել է մեր երկրի բանակի տոնի նախօրեին և քաղաքացիները արդեն սկսել են հունվարի 27-ը անվանել երկնային բանակի օր։ Ավելի ուշ Եռաբլուր է եկել պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ Պաշտոնական արարողությունից ուշացած փոխնախարարին ոստիկանները չեն պաշտպանել լրագրողների հարցերից։ Ինչու որևէ պաշտոնյա, այդ թվում փոխնախարարը, այսօր ծաղիկ չի խոնարհել Արցախի կանչը հուշակոթողի մոտ, որը Եռաբլուրում առանձնացված մի հատված է նվիրված արցախյան պատերազմների բոլոր զոհերի, Արցախում հուղարկավորվածների և 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում տեղի ունեցած վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին։ Ոչ մեկ ծաղիկներ չխոնարհեց Արցախի կանչի կոթողի մոտ։ Հայեր չեն զոհվել 2023 թվականին, թե զոհել չեն։ Դուք տեսաք մենք որտեղ խոնարհեցինք։ Ես տեսա, որ բոլորի մոտ խոնարհվեցին, բայց Արցախի կանչի մոտ չխոնարհվեն ծաղիկներ։ Ինչու՞։ Իսկ մենք ունենք նաև այլ հերոսներ։ Մենք այդտեղ էլ չխոնարհեցինք։ Այո, բայց մյուսները խոնարհել են։ Վազգեն Սարգսյանի մոտ, բոլոր գերեզմանների մոտ հնարավորություն չկա մոտենալու եւ խոնարհելու։ Դուք կոնկրետ Եռաբլուր զինվորական պանթեոնը իր հավաքականությամբ ունի հստակ հուշարձան, որտեղ եւ խոնարհվեց։ Պաշտպանության նախարարության փոխնախարարը անդրադարձել է նաև պաշտպանության նախարարի հայտարարությանը, ըստ որի կանայք պետք է համալրեն բանակի շարքերը։ Նախագիծը եւ ընդունված օրենքը կոչվում է կամավոր պարտադիր, որի շուրջ նաև քննարկումներ ծավալվեցին, ինչ է նշանակում։ Բայց առաջարկող կողմի պարտադիր, եթե կա կամավոր, եթե իմ դուստրը կամ իմ քույրը ցանկություն հայտնի, ես միանշանակ իսկ հայտնվել ցանկություն փոխեցել։ Եթե հայտնած լիներ, ես կասեի օրինակ իմ քույրը կամ դուստրը ծառայում է այսինչ զորամասում։ Եռաբլուրի Սրբոց Վարդանանց նահատակած եկեղեցու հոգևոր հայր Տեր Հովանես Քահանա Հովանեսյանը, Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը և ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն հայրենի կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը նույնպես այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն։ Ի տարբերություն Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, նրանք ծաղիկներ են խոնարհել Արցախի կանչը հուշահամալիրում։ Դասավորյալ պայծառացոն սուրբուս փաչակողման դասուն,
Զիդուվեստեր եւ արարիչ ամենեցուն դատավոր կենթանյաց եմերելոց եւ քեզ վայլե փառք իշխանություն եւ պատիվ այժմ եւ միշտ հավիտյանս հավիտենից ամեն Իշատակն արդարոց օրդությամբ եղիցի ամեն Հովանեսը նշել է, որ էական չէ, թե շաբաթվա որորն է, մենք ամեն օր պետք է հիշատակենք նահատակված մեր տղաներին։ Նրանք իրենց ամենաթանկն են նվիրել հայրենիքին եւ նահատակվել հայոց ազգի համար։ Մենք ամեն օր պիտի հիշատակենք իրենց։ Թեև ոմանք ասում են 27-ը լավ օր չի, ճիշտ օր չի, դա թող մնա այն մարդկանց համար, ովքեր որ որոշել են, բայց մենք պարտավոր ենք ամեն օր, ամեն ժամ, ամեն շաբաթ, ամեն ամիս հիշատակել մեր տղաներին։ Այն տղաներին նորից եմ կրկնում, որոնք իրենց ամենաթանկն են նվիրել հայրենիքին եւ նահատակվել են անուն ազգիս հայոց։ Փառք մեր տղաներին։ Փառք նրանց ովքեր որ հիմա միացել են երկնային զորքին։ Այսօր մեր երկնային զորքի հիշատակի օր։ Եթե նկատել եք Եռաբլուրում Փաշինյանի ցանկացած այց դիմադրության յուրօրինակ արշավ է դառնում Պանթեոնում ննջող նահատակների հարազատների համար։ Այսօր էլ բացառություն չէր։ 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված տղաների հայրերը ավելի շուտ էին եկել Եռաբլուր, որպեսզի թույլ չտան Նիկոլ Փաշինյանին մոտենալ տղաների շիրիմներին, սակայն իշխանականները անգամ չեն էլ փորձել։ Եկել էի, որ խոչընդոտեի, այսինքն խոչընդոտեի, որ կոնկրետ իմ տղայի շիրիմին մոտիկ չգա։ Ես չեմ ուզում, որ ինքը մոտենա իմ տղայի շիրիմին, որտեղ ասենք մեր տղերքը ուրիշ գաղափարի տեր են եղել, բոլորս էլ նորություն չգիտենք ինչի համար են գնացել, կյանքները ինչի համար են տվել մեր տղաները, պարզապես որ ինքը մոտիկ չգա իմ տղայի շիրիմին։ Ես չեմ ուզում, որ ինքը հարամի իմ տղայի շիրիմը։ Սեպտեմբերի 27 գոյություն մեր համար։ Ինչ սեպտեմբերի 27-ը ոչ մի բան չի ընդունվում պետական մակարդակով։ Ինչի թողում ադրբեջանցին։ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ հիշեցրել է, որ 2025 թվականի սեպտեմբերի 13-ին 2020 թվականին Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի օրը ռազմաքաղաքական ղեկավարությունը չի այցելել Եռաբլուր։ Սեպտեմբերի 27-ին 44-օրյա պատերազմի մեկնարկի օրը ռազմաքաղաքական ղեկավարությունը կրկին չի այցելել Եռաբլուր։ Պատգամավորը համոզված է, իշխանությունն ուզում է այդ օրերը մոռացության մատնել ու շրջանցել։ 2020 թվականի պատերազմի պատճառով հազարավոր մարդիկ նահատակվեցին։ 2022 թվականի ագրեսիայից հետո եւս մի քանի 100 մարդ զոհվեց, սակայն իշխանությունն այդ օրերին թեման մոռացության մատնեց եւ շրջանցեց։ Երբեք չի մոռացվելու ժողովրդի սրբավայր Եռաբլուրում մեր հերոսների ծնողներին քաշքշելու եւ բերման ենթարկելու կադրերը, որովհետեւ հենց այդ խայտարակությունն ու խարանն են բնութագրում այս իշխանության էությունն ու վերաբերմունքը հայրենիքի պաշտպանին եւ նրա առաքելությանը։ Իսկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը մտահոգված է կաթողիկոսի դեմ Փաշինյանի սկսած արշավով։ Ստրասբուրգում ԵԽԽՎ-ն ընդունել է վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը անվանումով բանաձև, որտեղ էլ շեշտել են այս մտահոգությունը։ 2026 թվականի հունիսին կայանալիք ընտրությունից առաջ վեհաժողովը կոչ է արել բարելավել քաղաքական մեծամասնության եւ ընդդիմության միջև հարաբերությունները։ Ի դեպ ԵԽԽՎ-ն բանաձևի Ադրբեջանին վերաբերվող հատվածում կոչ է արել Բաքվին անհապաղ ազատել քաղաքական դրդապատճառներով կալանավորված բոլոր անձանց, այդ թվում Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցներին։ Զուգահեռ քաղաքական դաշտում այս օրերին ամենաշատ քննարկվող թեման Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյայի այցն է Հայաստան, որը ներկայացվում է որպես խաղաղության օրակարգի մաս։ Սակայն Դավոսից հետո հնչած հայտարարությունները ցույց են տալիս այլ պատկեր։ Դավոսում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո ԱՄՆ-ն հայտարարել է Ադրբեջանին պաշտպանական սարքավորումներ վաճառելու մասին, իսկ Հայաստանի հետ նախատեսվում են գործակցություններ այդ ոլորտում։ Այս ֆոնին Ամերիկայի Միացյալ Նահանգների
նահանգների փոխնախագահի այցը տարածաշրջան այլ իմաստ է ստանում։ Խաղաղության օրակարգի տակ ինչ հաշվեկշիռ է ձևավորվում Երևանի եւ Բաքվի համար, Անի Աբաղյանն է պարզել։ Փետրվարին Միացյալ Նահանգների փոխնախագահի այցը Հայաստան եւ Ադրբեջան Թրամփը ներկայացնում է որպես խաղաղության ամրապնդման քայլ, բայց երբ այն ուղեկցվում է պաշտպանական սարքավորումների վաճառքի խոստումներով, հարց է ծագում. ինչ խաղաղության մասին է խոսքը։ Կվաճառենք Ադրբեջանին Միացյալ Նահանգներում արտադրված պաշտպանական սարքավորումներ, զրահաբաճկոններ, նավակներ եւ այլն։ Իսկ Հայաստանին ինչու է նա զինվում եւ ել ավելի ավելացնում է իր ռազմական բյուջեն, անընդհատ զինտեխնիկա է գնում Անգլիայից, Միացյալ Նահանգներից, Թուրքիայից, արաբական երկրներից, ում հետ է նա պատրաստվում ռազմական բախման, եթե անընդհատ ավելացնում է ռազմական բյուջեն եւ զինամթերք է գնում։ Եթե մենք սա չենք հասկանում, ուրեմն մենք արժանի չենք, որ մենք հանրապետություն ունենանք։ Այս պայմանավորվածությունը Դավոսում Թրամփ-Ալիև հանդիպումից հետո է ձեռք բերվել։ Սա կարող է նախադեպ լինել Վաշինգտոն-Բաքու զենք զինամթերք ձեռք բերելու հետագա զարգացման համար, նշում է քաղաքագետ Արա Պողոսյանը։ Գործարքը առավել քան ամրապնդում է Ադրբեջանի պաշտպանունակությունը։ Մյուս կողմից Ադրբեջանին հնարավորություն է տալիս հասանելիություն ունենալ ամերիկյան պաշտպանական տեխնոլոգիաների։ Ինչը երկարաժամկետ հեռանկարում իսկապես Հայաստանի Հանրապետության համար կարող է ստեղծել երկարատև սպառնալիքներ։ Բաքուն երբեք էլ կաշկանդված չի եղել Միացյալ Նահանգների զինատեսակների ձեռքբերման հարցում, հաշվի առնելով իր հարաբերությունները Իսրայելի հետ, կարծում է Արթուր Խաչիկյանը։ Անդրադառնալով Միացյալ Նահանգների փոխնախագահի Հայաստան-Ադրբեջան այցին, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ փոխնախագահի Բաքու այց նախատեսված չէր։ Այն եւս ձեռք է բերվել Դավոսում Թրամփ-Ալիև հանդիպմանը։ Իսկ Հայաստանի հետ նախատեսվում է կնքել, ինչպես Թրամփն է գրել, միջուկային խաղաղ գործակցության շուրջ հիանալի համաձայնագիր, նաև գործարքներ կիսահաղորդիչների վերաբերյալ։ Ինչ օգուտ կտա այն Հայաստանին։ Հիմա մեզ վաճառելու են ինչ-որ խաղալիքային ատոմակայաններ, մոդուլներ, ինչ-որ բառեր են ասում, այս խումբը անգամ չի հասկանում ինչ բառեր են իրենց սովորացնում, որ նրանք ասեն։ Հիմնական միտքը այն է, որ պետք է Ռուսաստանը այստեղից դուրս գա, Ռուսաստանի հետ բոլոր կապերը խզվեն եւ փակվի ատոմակայանը, որից հետո մենք ծնկաչոք խնդրելու ենք Ալիևից ամեն ձմեռ, որ նա մեր գազանավթը չփակի։ Խաչիկյանը կարծում է, էներգետիկ անվտանգության վերաբերյալ խնդիրներ են առաջանալու, եւ քանի որ ուժն է վերջին շրջանում միայն հաշվի առնվում, ցանկացած պահի կարող են ուժով ստիպել Հայաստանին անել այն, ինչ ձեռնտու է նահանգներին, Ադրբեջանին, ինչու՞ չէ նաեւ Թուրքիային։ Քաղաքագետ Արա Պողոսյանն էլ կարծում է, գործարքները, որ պետք է կնքվեն Բաքվի եւ Երևանի միջև, կշռով տարբերվում են։ Ես կարծում եմ, որ դա շատ ավելի կարևոր է պաշտպանունակության բարձրացումը, որը պետության, կառավարության, ամրապնդման եւ զարգացման կարևորագույն գործիքներից մեկն է։ Ադրբեջանը ստանում է այդ գործիքը, փոխարենը Հայաստանի Հանրապետությունը ստանում է էներգետիկ անվտանգության ոլորտում իրականում սա կարևոր տեխնոլոգիա է, բայց պետության զարգացման, համապարփակ անվտանգության տեսանկյունից սա բավարար չէ։ Խաղաղության մասին խոստումները Հարավային Կովկասում ուղեկցվում են անհամաչափ գործարքներով, իսկ երբ մի կողմում զենքի վաճառք է, մյուսում խոստումներ ու անորոշ համաձայնագրեր, հարցը մնում է բաց, ինչ գնով է կառուցվում այդ խաղաղությունը եւ ով է վճարում դրա իրական արժեքը։ Անի Աբաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Մոսկվայում գրանցվել է նոր հզոր ձնաբքի ցիկլոն, մինչև հունվարի 29-ը հայտարարվել է եղանակային վտանգի նարնջագույն մակարդակ։ Օդանավակայաններում հետաձգվել է ավելի քան 40 չվերթ։ Хочешь, я тебе, хочешь, я тебе спою, излечу тебя, скуп.
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեն հայտարարել է, որ դաշինքը Իրանում տիրող վիճակին միջամտելու մտադրություն չունի։ Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն կենտրոնացած է Եվրոատլանտյան ուղղության վրա եւ հետևում է միայն տարածաշրջանի զարգացումներին առանց ներգրավելու Իրանի ներքին գործընթացներում։ Միաժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ռազմածովային ուժերը ուղևորվում են դեպի Իրան, բայց ռազմական միջամտության հնարավորությունը չի բացառել։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային էլ հայտարարել է, որ Իրանի դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա ջախջախիչ պատասխանի։ Նրա խոսքով տարածաշրջանի երկրները լավ գիտակցում են, որ ցանկացած անկայունացում ուղղված չէ միայն Իրանին, այն վարակիչ է։ Բաղային կոչ է անում հարևաններին հստակ դիրքորոշում հայտնել արտաքին սպառնալիքների դեմ։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է այս շաբաթ թիրախային հարվածներ հասցնել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին ու հրամանատարներին, նրանց պատասխանատու համարելով բողոքի ցույցերի ժամանակ ցուցարարների մահվան համար, հայտնում է Middle East Eye-ը։ Չնայած Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը հետաքրքրված է դիվանագիտական լուծմամբ, նա ընդգծել է Իրանի մոտակայքում Միացյալ Նահանգների ուժերի կուտակումը։ Միաժամանակ Axios-ը նշում է, որ Միացյալ Նահանգների նախագահը դեռ վերջնական որոշում չի կայացրել եւ նախատեսում է խորհրդակցություններ անցկացնել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, Իրանի կողմից իրենց վնաս հասցնելու ցանկացած փորձ կհանդիպի վճռական պատասխանի։ Ցանկացած ագրեսիա կարժանանա համապարփակ եւ ջախջախիչ պատասխանի, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ Բաղային կտրուկ նախազգուշացում է հղել Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին, մեկնաբանելով Վաշինգտոնի վերջին ռազմական զորավարժությունները եւ Պարսից ծոցի գործակցության խորհրդի երկրների հետ համատեղ զորավարժությունները, դիվանագետը նշել է, որ Թեհրանը պատրաստ է ցանկացած զարգացման։ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարաան վաղը հունվարի 28-ին կայցելի Մոսկվա, հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սիրիայի առաջնորդը վերջին անգամ Մոսկվա էր այցելել հոկտեմբերի կեսերին։ Այդ ժամանակ Պուտինը եւ Ալ-Շարան քննարկել էին երկկողմ հարաբերությունները։ Հանդիպումը Ռուսաստանի եւ Սիրիայի միջև առաջին բարձր մակարդակի շփումն էր Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից ի վեր։ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակայիտին հայտարարել է, որ հրաժարական կտա, եթե լիբերալ դեմոկրատական կուսակցությունն ու Ճապոնիայի վերականգնման ընկերությունը առաջիկա արտահերթ ընտրություններում չապահովեն ստորին պալատի մեծամասնությունը։ Փետրվարի 8-ին կայանալիք ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկել է հունվարի 27-ին եւ լինելու է հետպատերազմյան պատմության մեջ ամենակարճը։ Չնայած լիբերալ դեմոկրատական կուսակցությունն առաջատար է հարցումներում մոտ 40% աջակցությամբ, վարչապետ Տակայիտի կառավարության վարկանիշը հասնում է մոտ 65%-ի։ Ամերիկայի Մեն նահանգի Բանգոր օդակայանից թռիչքը վթարով է ավարտվել, 6 մարդ է զոհվել։ Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 25-ի երեկոյան, երբ ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց դուրս է եկել թռչքուղուց, շրջվել եւ այրվել։ Վթարի պատճառները քննվում են, նախնական վարկածով այն տեղի է ունեցել անբարենպաստ եղանակային պայմանների ուժեղ ձնաբքի պատճառով։ Անի Աբաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում եւ TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ ABC լուրերի գլխավոր թողարկումը եթերում կլինի ժամը 18-ին, տաղավարում կաշխատի իմ գործընկեր Աննա Սարգսյանը։